Ողջույն բոլորին։ Այսօր ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը կստիպի ձեր սիրտը ավելի արագ բաբախել։ Սա մի պատմություն է ծայրահեղ դավաճանության եւ այն մասին, թե ինչպես կուրացնող ինքնավստահությունը կարող է կործանել նույնիսկ ամենահզոր կայսրությունը։ Պատկերացրեք, դուք տուն եք վերադառնում հղիության մասին երկար սպասված ու ուրախ լուրով, բայց ամուսնու ջերմ գրկախառնության փոխարեն լսում եք սառը ու դաժան մի խոստովանություն՝ ձեր լավագույն ընկերուհու հետ դավաճանության մասին։ Այդ գիշեր մեր պատմության հերոսուհին հայտնվեց փողոցում, հորդառատ անձրևի տակ, առանց մի լումայի եւ առանց հույսի։ Նրա միլիարդատեր ամուսինը կարծում էր, թե ինքը ամենազոր է ու անպատժելի։ Նա կարծում էր, թե իր կինը միայնակ է, թույլ եւ անպաշտպան։ Բայց նա թույլ տվեց իր կյանքի ամենամեծ սխալը։ Նա մոռացել էր, թե իրականում ովքեր են կանգնած կնոջ թիկունքին։ Նա չգիտեր, որ վրեժը կգա ոչ թե աղի արցունքների, այլ օրենքի անողոք ուժի տեսքով, որը նրան կուղարկի ճաղերի հետև ուղիղ 22 տարով։ Տեղամորվեք հարմար։ Սա մի պատմություն է այն մասին, որ արդարությունը միշտ գտնում է իր ճանապարհը, հատկապես, երբ գործին միջամտում են նրանք, ովքեր քեզ սիրում են կյանքից առավել։ Ուշադիր լսեք։ Երևանյան ցուրտ ու անձրևոտ երեկո էր, այնպիսի մի օր, երբ օդը թվում է ծանր ու թափանցիկ։ Ես տուն վերադարձա սովորականից շուտ, ձեռքիս պահած բժշկական հետազոտության արդյունքները, որոնք պետք է փոխեին մեր կյանքը։ Ես հղի էի։ 3 տարվա սպասումից, բազմաթիվ բժշկական միջամտություններից ու հույսերից հետո ես վերջապես կարող էի Ալեքսին ասել, որ մենք երեխա ենք ունենալու։ Մեր շքեղ առանձնատունը Վահագնի թաղամասում, որն իր սառնությամբ միշտ ինձ մի փոքր վախեցնում էր, այդ օրը թվում էր ջերմ ու լուսավոր։ Ես արդեն պատկերացնում էի Ալեքսի դեմքի արտահայտությունը, նրա ժպիտը, այն հպարտությունը, որով նա կգրկեր ինձ։ Բայց հենց որ բացեցի հյուրասենյակի ծանր դռները, աշխարհը սկսեց փլվել ոտքերիս տակ։ Ալեքսը նստած էր բուխարու մոտ, ձեռքին մի բաժակ թանկարժեք վիսկի, իսկ նրա կողքին իմ լավագույն ընկերուհին, Մանեն, ում հետ ես մեծացել էի, ում հետ կիսել էի իմ բոլոր գաղտնիքները, հիմա նստած էր իմ տանը, հագին իմ մետաքսե խալաթը։ Նրանց հայացքների մեջ ոչ մի մեղավորություն չկար, միայն սառը հաշվարկ ու արհամարհանք։ Ես քարացել էի դռան շեմին, ձեռքիս թղթերը դողում էին։ Ալեքսը նույնիսկ վեր չկացավ։ Նա նայեց ինձ այնպիսի հայացքով, ասես ես մի անպետք իր լինեի, որը խանգարում է իր հանգստին։ Քանի որ արդեն այստեղ ես, դադարիր ձևացնելուց, ես 6 ամիս է ինչ քնում եմ քո լավագույն ընկերուհու հետ, ասաց նա հանգիստ ձայնով, որը դանակի պես կտրեց օդը։ Այդ պահին ես չկարողացա ձայն հանել, կոկորդս սեղմվեց, իսկ սիրտս սկսեց այնքան արագ բաբախել, որ թվում էր հիմա կպայքի։ Մանեն նայեց ինձ, թեթևակի ժպտաց ու ուղեց մազերը։ Անի ջան, մի բարդացրու ամեն ինչ, սա վաղ թե ուշ պիտի լիներ, դու երբեք չես համապատասխանել Ալեքսի մակարդակին, դու պարզապես մի սովորական աղջիկ ես, իսկ նա կայսրություն ունի։ Ալեքսը վեր կացավ, մոտեցավ ինձ ու առանց երկար մտածելու ձեռքիցս խլեց պայուսակս։ Հիմա լսիր ինձ, այս տունը, այս մեքենաները, այս ամբողջ շքեղությունը իմն են։ Դու այստեղ ոչինչ չունես։ Մենք ամուսնալուծվում ենք, եւ ես արդեն ստորագրել եմ բոլոր թղթերը։ Դու այսօր իսկ հեռանում ես այստեղից։ Ես փորձեցի խոսել, փորձեցի ասել երեխայի մասին, բայց նա թույլ չտվեց։ Ինձ չի հետաքրքրում քո ոչ մի բառը, դուրս գնա իմ տնից։ Նա բռնեց իմ թևից ու ուժով հրեց դեպի դուռը։ Ես ընկա թաց ասֆալտի վրա, հենց դարպասների մոտ։ Անձրևը թրջում էր հագուստս, իսկ ցուրտը ներթափանցում էր ոսկորներիս մեջ։ Իմ միլիարդատեր ամուսինը, ում ես սիրել էի ամբողջ հոգով, ինձ տնից դուրս շպրտեց, երբ ես հղի էի, առանց կոպեկի, առանց հույսի։ Նա կարծում էր, որ ես միայնակ եմ, որ ես չունեմ ոչ ոք, ով կկանգնի իմ մեջքին։ Նա կարծում էր, որ իր փողերը նրան դարձնում են անխոցելի։ Ես քայլում էի փողոցով, չգիտակցելով, թե ուր եմ գնում։ Որովայնիս մեջ զգում էի մի թեթև ծակոց ու միայն մեկ բանի մասին էի մտածում՝ փրկել երեխայիս։ Ես հանեցի հեռախոսս, որը հրաշքով մնացել էր գրպանումս, ու զանգեցի միակ մարդկանց, ում կարող էի վստահել՝ իմ եղբայրներին, Տիգրանին ու Արմենին։ Ալեքսը միշտ արհամարել է նրանց։ Նա նրանց համարում էր փոքրիկ իրավաբաններ, ովքեր զբաղվում են ձանձրալի թղթաբանությամբ։
Նա երբեք չէր հետաքրքրվել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում։ Նա չգիտեր, որ Տիգրանը եւ Արմենը Հայաստանի ամենաազդեցիկ փաստաբաններն են, ովքեր մասնագիտացած են տնտեսական հանցագործությունների եւ միջազգային արբիտրաժի ոլորտում։ Նրանք այն մարդիկ էին, ումից վախենում էին նույնիսկ նախարարները։ Երբ Տիգրանը լսեց ձայնս, նա նույնիսկ հարցեր չտվեց։ 15 րոպե անց նրանց սև մեքենան կանգնեց իմ կողքին։ Արմենը դուրս թռավ մեքենայից, գրկեց ինձ ու ծածկեց իր բաճկոնով։ Նրանց աչքերում ես տեսա այնպիսի բարկություն, որը երբեք չէի տեսել։ «Անի, հանգիստ եղիր, հիմա ամեն ինչ կփոխվի», ասաց Տիգրանը ցածր, բայց վստահ ձայնով։ Մենք գնացինք նրանց գրասենյակ։ Այդ գիշեր ես նրանց պատմեցի ամեն ինչ, Ալեքսի սպառնալիքների, նրա դավաճանության եւ այն մասին, թե ինչպես նա ինձ դուրս հանեց։ Տիգրանն ու Արմենը միմյանց նայեցին։ Նրանք արդեն ամիսներ շարունակ տեղեկություններ էին հավաքում Ալեքսի բիզնես կայսրության մասին, բայց չէին ուզում խառնվել իմ ընտանեկան կյանքին, քանի դեռ ես երջանիկ էի թվում։ «Անի, դու չգիտես, թե ում հետ ես ապրել», ասաց Արմենը բացելով մի հաստ թղթապանակ։ «Ալեքսի միլիարդները օդից չեն եկել։ Մենք արդեն 6 ամիս է հետևում ենք նրա օֆշորային հաշիվներին։ Նա զբաղված է եղել փողերի լվացմամբ, պետական բյուջեից խոշոր հափշտակություններով եւ կաշառակերությամբ։ Մենք սպասում էինք հարմար պահի, բայց այսօր նա ինքը ստորագրեց իր դատավճիռը։ Հաջորդ մի քանի ամիսները նման էին մղձավանջի, բայց ես այլևս զոհ չէի, ես Տիգրանի եւ Արմենի հսկողության տակ էի։ Նրանք ինձ տեղափոխեցին մի ապահով վայր, ապահովեցին լավագույն բժիշկներով։ Ես սովորում էի նորից ապրել, մինչդեռ իմ եղբայրները պատրաստում էին պատմության մեջ ամենադաժան իրավական հարձակումը։ Ալեքսը կարծում էր, որ իր փաստաբանների բանակը կփրկի իրեն։ Նա շարունակում էր ապրել Մանեի հետ իմ տանը, ծախսելով գումարներ, որոնք արդեն իրենը չէին։ Նա նույնիսկ չէր պատասխանում դատական ծանուցումներին, կարծելով, թե դրանք պարզապես ամուսնալուծության թղթեր են։ Բայց երբ եկավ դատի օրը, նա տեսավ, որ մեղադրանքները ոչ թե քաղաքացիական են, այլ քրեական։ Դատարանի դահլիճը լիքն էր լրագրողներով։ Ալեքսը ներս մտավ իր սովորական ինքնավստահությամբ, բայց երբ տեսավ դատախազների սեղանի շուրջ նստած Տիգրանին ու Արմենին, նրա դեմքը գունատվեց։ Նա չէր հասկանում, ինչ են անում իմ եղբայրները այնտեղ։ Տիգրանը կանգնեց ու սկսեց խոսել։ Նրա ձայնը հնչում էր ինչպես դատավճիռ։ Նա ներկայացրեց ապացույցներ, որոնք հավաքվել էին տարիների ընթացքում։ Այնտեղ կային գաղտնի ձայնագրություններ, կեղծված փաստաթղթեր եւ ցուցմունքներ մարդկանցից, ում Ալեքսը սնանկացրել էր։ Պարզվեց, որ նա նույնիսկ իմ անունն էր օգտագործել որոշ կասկածելի գործարքներում, փորձելով ինձ դարձնել քավության նոխազ, եթե ամեն ինչ բացահայտվեր։ Բայց իմ եղբայրները հաշվարկել էին ամեն մի քայլ։ Նրանք ապացուցեցին, որ ես տեղյակ չեմ եղել եւ որ իմ ստորագրությունները կեղծվել են։ Ալեքսը փորձում էր գոռալ, փորձում էր ասել, որ դա դավադրություն է, բայց ապացույցները անառարկելի էին։ Մանեն, ով նստած էր դահլիճում, տեսնելով, որ նավը խորտակվում է, փորձեց լքել սենյակը, բայց նրան կանգնեցրին։ Պարզվեց, որ նա նույնպես ներգրավված է եղել Ալեքսի սխեմաներում։ Դատավարությունը տևեց շաբաթներ։ Այդ ընթացքում ես ծննդաբերեցի իմ որդուն։ Ես նրան անվանեցի Դավիթ։ Նա իմ ուժն էր, իմ հույսը։ Այն օրը, երբ դատավորը պետք է կայացներ վերջնական որոշումը, ես ներկա էի դահլիճում։ Ես գիրկս էի առել փոքրիկ Դավիթին ու ուղիղ նայում էի Ալեքսի աչքերին։ Նա այլևս այն հզոր միլիարդատերը չէր։ Նա կոտրված էր, նրա թանկարժեք կոստյումը կնճռոտված էր, իսկ հայացքը դատարկ։ Դատավորը սկսեց կարդալ. Հաշվի առնելով հանցագործության ծավալները, պետությանը հասցված վնասը եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակությունները, դատարանը որոշում է Ալեքսանդր Վարդանյանին դատապարտել 22 տարվա ազատազրկման առանց գույքի բռնագրավման իրավունքի։ Դահլիճում լռություն տիրեց։ Ալեքսը նայեց ինձ։ Նրա աչքերում ես տեսա աղերսանք, բայց իմ սրտում միայն դատարկություն էր։ Նա չգիտակցեց, որ իմ երկու եղբայրները հենց այն փեստաբաններն են, որոնք նրան կդնեն բանտ ցմահի հավասար մի ժամկետով։ 22 տարի։ Նա կդուրս գա այնտեղից, երբ իմ որդին արդեն տղամարդ կլինի։ Մանեն նույնպես չխուսափեց պատժից։ Նրան դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, հանցակցության եւ կեղծ ցուցմունքների համար։ Երբ նրանց դուրս էին բերում դահլիճից, Ալեքսը փորձեց ինչ-որ բան ասել ինձ, բայց Արմենը կանգնեց նրա ճանապարհին։ Դու երբեք այլևս չես մոտենա իմ քրոջը եւ նրա երեխային։
ասաց նա այնպիսի ձայնով, որ Ալեքսը սարսռաց։ Այսօր ես ապրում եմ նոր կյանքով։ Մեր տունը, որը Ալեքսը կարծում էր, թե միայն իրենն է, դատարանի որոշմամբ անցավ ինձ ու որդուս, որպես փոխհատուցում։ Բայց ես չմնացի այնտեղ։ Ես վաճառեցի այդ սառը առանձնատունը և գնեցի մի փոքրիկ, բայց լուսավոր տուն աղմկոտ քաղաքից հեռու, որտեղ Դավիթը կարող է վազել կանաչ խոտերի վրա։ Տիգրանն ու Արմենը միշտ մեր կողքին են։ Նրանք ոչ միայն փրկեցին իմ կյանքը, այլև սովորեցրին ինձ, որ իսկական հարստությունը ոչ թե բանկային հաշիվների մեջ է, այլ այն մարդկանց, ովքեր պատրաստ են քեզ համար գնալ մինչև վերջ։ Երբեմն ես մտածում եմ այն երեկոյի մասին, երբ ինձ դուրս շպրտեցին անձրևի տակ։ Էդ օրը ես կարծում էի, թե ամեն ինչ ավարտված է, բայց իրականում դա իմ նոր կյանքի սկիզբն էր։ Ալեքսը կարծում էր, որ ես թույլ եմ, որովհետև ես սիրում էի իրեն։ Նա չէր հասկանում, որ սերը կարող է վերածվել արդարության, իսկ արդարությունը ունի իմ եղբայրների դեմքը։ Հիմա ես նայում եմ իմ որդուն ու գիտեմ, որ նա կմեծանա մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի կարող նրան ցավեցնել, քանի դեռ մենք միասին ենք։ Իսկ Ալեքսը, նա ունի 22 տարի ժամանակ մտածելու այն մասին, թե ինչպես մեկ վայրկյանում կորցրեց ամեն ինչ, փորձելով խաղալ այն մարդկանց հետ, ում սիրտը շատ ավելի մեծ էր, քան իր ամբողջ ունեցվածքը։ Կյանքը տարօրինակ է դասավորվում։ Երբեմն պետք է ամեն ինչ կորցնել, որպեսզի հասկանաս, թե իրականում ինչ ունես։ Ես կորցրի միլիարդատեր ամուսնուն, բայց գտա ինձ, գտա իմ ուժը և վերագտա իմ ընտանիքը։ Եվ դա շատ ավելի թանկ է, քան աշխարհի բոլոր գանձերը։